Սիրելի ֆուտբոլաստներ խաղային օրը մեզ մոտ էնում է ավարտին ու վերջին հանդիպումը միասին օրվա կդիտենք, որտեղ Լեռնային Արցախի կամարցի ինտերնետն նորից էլիտ լիգայի հանդիպում մեկնարկած է, հանդիպում այո 4 տուրից հետաձգված հանդիպում է, այս հանդիպումը իհարկե պետք է ավելի վաղ կայանար, բայց տեղափոխվեց եւ այսօր Լեռնային Արցախն ու Ինտերը նոր կպարզեն միմյանց միջև հարցերը եւ որն է հետաքրքիր, այո, մրցաշարային աղյուսակը, որտեղ թիմերը շատ մոտ են գտնվում միմյանց 21 միավորով Լեռնային Արցախը երրորդն է, այս պայն Ինտերն 20 միավորով 5-րդ հորիզոնականում է, այո, 1 միավորը թիմերին բաժանում մրցաշարային աղյուսակում միմյանցից եւ ինքներդ էլ լավ հասկանում եք այս հանդիպման կարեւորության աստիճանը։ Տեսնենք այսօր կողմերից որ մեկին բախտը ինչպես կժպտա, Խաչատրյանը դուրս եկավ դարպասից ու առանց խնդիրների հեռացեց գնդակը ու հիմա արդեն ժամանակն է որպեսզի ծանոթ հասնեն մրցող թիմերի հայտացուցակները։ Սկսենք Լեռնային Արցախից, հենց Էրիկ Խաչատրյանը պաշտպանում է դարպասը համար 1, Արտուր Աբրամյանը 3, Ալեն Սարգսյան 5, Արություն Մանգասարյան 8, Կամո Մանգասարյան համար 9, Արսեն Սարգսյան համար 10, նա նաև թիմի ավագն է, Ռոնալդ Մելքումյան համար 7, Արսեն Արությունյան համար 17, Միքայել Արաքելյան 22, Տիգրան Համբարձումյան 23, Ալեքսեյ Գրիգորյան 27, Սերգեյ Ասրյան համար 73, Կարան Կոստանդյան համար 77 եւ Նիկոլայ Համբարձումյան համար 99, Ինտերի դարպասը պաշտպանում է Մինաս Ղազարյանը համար 1, Արտուր Մարկարյան համար 2, Մհետ Ավցյան համար 6, Մարկ Պողոսյան համար 7, Նայիրի Համբարձումյան համար 8, Արտուր Հովանեսյան համար 10, Գևորգ Վարդանյան համար 17, նա թիմի ավագն է, Ռուբեն Մանուկյան համար 22 եւ Ռաֆայել Ղարիբյան համար 23, այսպիսի հայտարարել ունի այս հանդիպման հետ կապված Ինտերը իսկապես շատ հետաքրքիր ֆուտբոլ է այս հանդիպումը խոստանում մեզ, թե էլի վտանգավոր պայելով Ինտերը հիշում եք Ինտերը նախորդ турում ինչ հիանալի մրցավեճ անցկացրեց Էվերտոնի դեմ, որտեղ հանդիպումն ավարտվեց 6-6 գետ գոլառատ հաշվով, այո, խաղային շաբաթվա վերջին հանդիպումն էր դա եւ այդ խաղում այդպես էլ կողմերը չպարզեցին հաղթողին։ Հիմա այսօր արդեն տեսնենք Ինտերը ինչ է փորձելու առաջարկել, իհարկե շատ մոտ են Լեռնային Արցախը այս պայն ընդամենը 1 պարտություն եւ դա տեխնիկական պարտություն է եղել Վիլյարեալի դեմ խաղում, իսկ մնացած բոլոր 7 հանդիպումներում Արցախը տարել է միայն ակտանակ, Ինտերն էլ իհարկե ունի կրած պարտություններ, այնպես չէ որ Ինտերը բոլոր հանդիպումները ակտանակով է ավարտել, բայց 11 հանդիպումից հետո Ինտերը ունի 6 հաղթանակ, 2 ոչ ոքի եւ կրել է 3 պարտություն, այսպես է տեղադասավորվել այս մրցաշրջանում ամեն ինչ Ինտերի համար։ Արսեն Սարգսյան ու առաջին դարպասի գրավումն ունենք արդեն այս խաղում, Լեռնային Արցախի ավագը բացում է այս հանդիպման հաշիվ, այո շատ լավ օգտվեցին մրցակցի սխալից ու Արսեն Սարգսյանը գրավում է դարպասը 1-0։ Առաջին դարպասի գրավումը ունենք 4 րոպեի դրությամբ, Լեռնային Արցախի ավագը բացում է այս հանդիպան հաշիվ ու տեսնենք արդեն հիմա
Ինչպես կփորձի պատասխանել Ինտերը իհարկե Լեռնային Արցախը շատ հանգիստ ֆուտբոլ առաջարկեց մեկտարկում եւ հետո շատ հաջող կերպով կարողացավ մեկ սխալը մրցակցի գոլի վերացել այդպիսով առաջ անցնելով հաշվը հիմա արդեն իհարկե պետք է անհանգստանալ Ինտերի ֆուտբոլիստները նրանք հետապնդողի կարգավիճակում են հայտնվում հանդիպան չորոպեից սկսած գեղեցիկ էր Սարգսյանի այս փոխանցումը ստացվեց այստեղ փայլ գնդակը Լեռնային Արցախի մոտ Մանգասարյանն աչեզրում է ու դեպի հետ է փոխանցում իրականացնում որտեղ Ալեն Սարգսյանն է դեպի Դարպասապա Խաչատրյանն Սարգսյանն ուղարկեց ու Խաչատրյանից երկար փոխանցում են տեսնում դեպի Աչեզր Մանգասարյանի ուղղությամբ ավելացեց Մանգասարյան իսկ այստեղ արդեն խաղի կանոնները խախտում է Վարդանյանը Մելքումյանի դեմ պայքարում Ստանդարտը արկում են հիմա Լեռնային Արցախի ֆուտբոլիստները հերվից փորձ այստեղ Տիգրան Համբարձումյանից, բայց շեղությամբ ընթացավ Համբարձումյանի կատարած արված, այո փորձեց հեռար արվածով այստեղ Համբարձումյանը աշխի ընկնել, բայց չնստեց գնդակը նրա ոտքին այս դրվագում, այսպես աբանենք, իհարկե դեռ նայր հնարավորությունները կարծում եմ կստան այս հանդիպան ընթացքում Վարդանյան երկար փոխանցում առաջ այսօր առանձնակի ֆուտբոլիստի բացակայությունն էլ ունի կորուստ ունի Ինտերայո այս հանդիպանը ներկա չէ թիմի առանցքային ու կենտրոնական առաջատար ֆուտբոլիստի Արման Նավասարդյանը եւ նրա բացակայությունը իհարկե հարցակման գծում տեղը զգացնել անպայման կտա, այո, շատ կարևոր օղակ է բացակայում այսօր Ինտերի հայտարարություն, բայց դա չի խանգարում Ղարիբյանին այս ֆենոմենալ փոխանցումը կատարել, որից հետո շատ մոտ էր Ինտերը պատասխան գնդակ հեղինակելուն, այնտեղ Դավթյանն էլ դեպի Պողոսյան ուղարկեց գնդակը, բայց վերջին արված այդպես էլ չտեսանք դեպի Էլիկ Խաչատրյանի դարպասը տանող դիպուկ հարվածը չտեսանք ու արդյունքում այստեղ չստացվեց Ինտերի մոտ հեղինակել պատասխան գնդակը խլում նորից Ինտերի ֆուտբոլիստերի կողմից Համբարձումյան բայց այստեղ էլ Տիգրան Համբարձումյանը լավ գործեց Մանգասարյան ու դեպի Նիկոլայ Համբարձումյանը երկար փոխանցում դեպի Սարգսյանը շատ լավ ու կտրող փոխանցում էր կատարել Նիկոլայ Համբարձումյանը բայց Սարգսյանը այստեղ կարծում եմ առաջին պատճառն այն էր որ չէր սպասում գնդակին այդ իսկ պատճառով լավ չարձագանքեց այս իրավիճակում Վարդանյան դեպի Դարպասապա Ղազարյանը նորից Վարդանյան շատ լավ փոխանցում դեպի Ղարիբյանը Պողոսյանի տարբերակը կա տեսնենք Ղարիբյանը ինչ որոշում է ընդունելու դեպի Դավթյանը իսկ այստեղ արդեն Համբարձումյանը ճիշտ ռիսկային սահանքում կատարեց բայց ամեն դեպքում արդարացված էր նրա կատարած սահանկումը թույլ չտվեց մրցակցին ընդունել գնդակը այնպես ինչպես կցանկանա ու արված կատարել ճիշտ է կարող է Համբարձումյանը նույնիսկ խաղի կանոնների խախտում իրականացնել բայց այդ բոլոր ռիսկերը մի կողմ դրած իհարկե դրա գործողությունները արդարացված էին այստեղ Վարդանյանն է հաջող գործում հերվից է փորձում բայց թույլ է ստացվում Գևորգ Վարդանյանի հարվածը իսկ հիմա արդեն նորից վերականգնեց Վարդանյանը գնդակը Ինտերի համար Համբարձումյան դեպի Դավթյանը Դավթյանն էլ Ղարիբյանին է ուղարկում գնդակը դեպի առաջ Ղարիբյանի փոխանցումը բայց այստեղ արդեն Սարգսյանը կարդացել է մրցակցի մտահղացումը Մելքումյան շարժում է առաջ Ռոնալդ Մելքումյանը շատ լավ անցում Մելքումյանից փոխանցում բայց այստեղ արդեն չկար ոչ ոքով եզրափակել այս փոխանցումը Մանգասարյան ուղարկում է գնդակը Համբարձումյանի ուղղությամբ նորից Մանգասարյան Արսեն Սարգսյան Պահում են գնդակը Լեռնային Արցախի ֆուտբոլիստների իրենց մոտ բայց այստեղ շատ արագ էլ կորցրին Մարկ Պողոսյան արագության հաշվին փորձեց անցում իրականացնել եւ դա ստացվեց Պողոսյանի մոտ իսկ հետո արդեն Ալեն Սարգսյան այս դրվագում լավ պաշտպանվեց Խաչատրյան դեպի Ձախ գլորեց գնդակը Խաչատրյանը Արսեն Սարգսյան
Վау, մեզ Սարգսյանը գնդակը ուղարկում է դեպի ձախ եսր ու եւս մեկ գրոյի անցնում հիմա Լեռնային Արցախը Մանգասարյան Մելքումյան այս համագործակցությունը հրաշալի է, բայց վերջում Մանգասարյանի մոտ հարվածը դիպուկ չստացվեց, իսկ այստեղ արդեն չկար խաղի կանոնների խախտում, ոչ, մրցավարը հստակ ցույց տվեց, որ հարված է նշանակում Ինտերի դարպասից Դավթյան գնդակի կորուստ ու հիմա նորից Լեռնային Արցախը վերահսկում է գնդակը շատ լավ են Արցախի ֆուտբոլիստները համագործակցում հիմա լավ անցում իրականացրեց Տիգրան Համբարձումյանը բայց այստեղ պետք է արագ ազատվել գնդակից Գևորգ Վարդանյանն էր գնդակով բայց այստեղ Վարդանյանի փոխանցումը այնքան էլ հաջող չէ ճիշտ է այնպես չէ որ Լեռնային Արցախը արագ գրոհի անցավ բայց Համարայն դեպս չսպառնաց մրցակցի դարպասի ուղղությամբ իսկ հիմա արդեն Լեռնային Արցախը հենց հնարավորություն ուներ բայց Սարգսյանի փոխանցումը ուժեղ ստացվեց այս դրվագում դեպի Ղարիբյան այստեղ առաջինը արձագանքեց գնդակին Լեռնային Արցախի ֆուտբոլիստ Հարություն Մանգասարյան ու Խաչատրյանը սկսում է դարպասից դեպի ձախ ուղարկեց Համբարձումյանի ուղղությամբ երկար փոխանցում առաջ այստեղ էլ միայն Ինտերի ֆուտբոլիստներ երկար փոխանցում ենք տեսնում բայց Սարգսյանը այստեղ արդեն վերահսկում է իրավիճակը Մանգասարյան դեպի առաջ հասավ գնդակը Ռոնալդո Մելքումյանին Մելքումյան իսկ այստեղ կար խաղի կանոնների խախտում Գևորգ Վարդանյանի կողմից այո ու հիմա Լեռնային Արցախը տուգանային է վաստակում բավական վտանգավոր դիրքում տեսնենք Մելքումյանի փորձը բայց բարձր է ստացվում Ռոնալդ Մելքումյանի կատարած հարվածը ու Ինտերը փորձեց դուր գալ պաշտպանությունից Վարդանյանը կորցրեց գնդակը եւ հետո արդյոք չխախտեց խաղի կանոնները Մելքումյանի դեմ պայքարում մրցավարը ոչինչ չտեսավ Ղարիբյան բայց այստեղ էլ խլում Լեռնային Արցախի ֆուտբոլիստերի կողմից Մանգասարյան Մելքումյան Սարգսյան Մանգասարյան 2-0 շատ գեղեցիկ կոմբինացիոն խաղարկում ու երկրորդ դարպասի գրավումն էլ ունենք արդեն այս խաղում 2-0 Հարություն Մանգասարյանը կրկնապատկում է Լեռնային Արցախի առավելությունը այո շատ գեղեցիկ համագործակցություն Լեռնային Արցախի 3 ֆուտբոլիստներ Սարգսյանը, Մելքումյանը, Մանգասարյանը իսկ իհարկե ամենակարևոր փոխանցումը ստացվեց վերջում որը կատարեց թիմի ավագ Արսեն Սարգսյանը ինչից հետո Մանգասարյանին մնաց միայն գնդակ ուղարկել Ինտերի դարպասը 2-0 արդեն Լեռնային Արցախը 2 գնդակի առավելություն է ստանում ու տեսնենք Ինտերը առայժմ իր խոսքը չի ասել, առայժմ չի սպառնացել Էրիկ Խաչատրյանի դարպասի ուղղությամբ, բայց տեսնենք իհարկե դեռ առաջի խաղակեսի միջին հատվածն է ընթանում, կեսից ավելին դեռ կա առաջի խաղակեսի ավարտին ու իհարկե դա բավական խաղաժամանակ է մի ամբողջական երկրորդ խաղակես էլ դեռ Ինտերը ունի իր առջևում հիմա խնդրեմ տեսեք գրոյի փորձ Դավթյանն է գնդակով աչի եզնում բայց այստեղ լավ չհասկացան միմյանց ու արդյունքում գնդակը կորցրեցին Ինտերի ֆուտբոլիստները բայց հիմա նորից նրանք են գնդակով Պողոսյան փորձեց անցկացնել գնդակը մրցակցի ոտքերի արանքով, բայց չստացվեց Մանգասարյան ու հիմա նորից գրոհ եւ երրորդ դարպասի գրավումը դուբլ Մանգասարյանից 3-0 է արդեն Լեռնային Արցախը դարձնում այս հանդիպանաշվը Հարություն Մանգասարյանը 3-0 է դարձնում այս հանդիպան աշիվը ու տեսնենք արդեն Ինտերը հայտնվում է ծանր իրավիճակում իսկապես 3 գնդակ են բաց թողել հանդիպան 15-րդ րոպեի դրությամբ
Պետք է մտածեն այս իրավիճակը հաղթարելու մասին Լեռնային Արցախը շատ վստահ է գործում Թավթյան թողեց գնդակը Մանուկյանին, բայց այստեղ գնդակի կորուստ Մելքումյանին է բաժին ասել գնդակը, տեսնենք Ռոնալդ Մելքումյանին ինչ շարունակություն կմտածի բայց այստեղ գնդակի կորուս ճիշտ է, հետո շատ ժամանակ չպահանջվեց Լեռնային Արցախից գնդակը վերականգնելու համար Սարգսյան մի փոքր ուժեղ էր փոխանցումը, բայց պահում է Մելքումյանը գնդակը Մանգասարյան հետրիկը կայացած է արդեն 4-րդ դարպասի գրավումը, իսկ Հարություն Մանգասարյանի անվան դիմաց 3-րդ գնդակն էր այս խաղում։ Շատ լավ են ստացվում Հարություն Մանգասարյանի կատարած հարվածները այս խաղում ու իսկապես հենց այնպես չէ որ նա 16 րոպեի ընթացքում արդեն դարձել է հետրիկի հեղինակ, այո, ավելի ստույգ ասեմ 12, 14 ու 15-րդ րոպեների դրությամբ Մանգասարյանը գրավեց Ինտերի դարպասը, փաստացի ստացվում է այնպես որ նրանից 3 րոպե պահանջվեց հետրիկի հեղինակ դառնալու համար 4 րոպեներողություն պահանջվեց հետրիկ գրանցելու համար, այո, 12, 15 եւ 16-րդ րոպեներին նա հեղինակեց իր գնդակները ու ստացվում է 4 րոպեում ունի արդեն Հարություն Մանգասարյանի անվան դիմաց գրանցած հետրիկ այս խաղում իհարկե հանդիպման 17-րդ րոպեն է ընթանում, բայց հանդիպման հաշիվ այս պայն արդեն 4-0 է Լեռնային Արցախը շատ վստահ է գործում Ղարիբյան անցումը լավն էր, տեսնենք Ղարիբյանը գուցե որևէ բան առաջարկի, բայց այստեղ փոխանցման ճանապարհը Ղարիբյանի փակվեց, Արսեն Սարգսյան դեպի ետ ու տեսեք նորից հանգիստ կերպով Լեռնային Արցախը գրոհի անցնում, բայց այստեղ Վարդանյանն հրաշալի գործում Ճիշտ է նորից խլեց Լեռնային Արցախը գնդակը Մանգասարյան կա Արսեն Սարգսյանի տարբերակը Սարգսյան պետք է հարվածել, բայց առայժմ դադար վերցրեց Սարգսյանը հիմա նորից Մանգասարյան Սարգսյան Մելքումյանով է հարվածելու Մելքումյանը, այո նա է հարվածում, բայց այստեղ փակվեց Ռոնալդ Մելքումյանի հարվածի ճանապարհը Մարկ Պողոսյան ու հիմա փորձի հակագրոհել Ինտերը Ղարիբյան Չանցավ Ղարիբյանի այս փոխանցումը, այս մեկը ստացվեց ու հիմա տեսնենք Պողոսյան պետք է թրջել հանդիպան հաշիվը Մարկ Պողոսյան, բայց չեղե ստացվում Պողոսյանի կատարած հարված, այո սա գրեթե այս խաղում այսպես ասենք Ինտերի ամենավտանգավոր պահերից մեկը ամենավտանգավոր պահները ավելի ճիշտ կլինի ասել, այո մեկ դրվագ եղել էր իսկ այստեղ Ռոնալդ Մելքումյան գնդակը հայտնվում է ցանցում, այո 5-0 գնաց միջև վերջ հավատալով Մելքումյան ու ասավ եւ գրավեց դարպասը 5-0 դարձնելով այս հանդիպան հաշիվը 5-0 դարձրեց Ռոնալդ Մելքումյանը այս հանդիպան հաշիվը, այո, հավատաց Մելքումյանը իսկապես միջև վերջ գնաց ու փաստացի ավելի շուտ արձագանքեց գնդակին, քան Ինտերի դարպասապահ Մինաս Ղազարյանը 5-0 Լեռնային Արցախը արդեն 3 միավորի հետ կապված բավական մեծ քայլ կատարեց այս խաղում ու տեսնենք խաղակեսի մնացած ժամանակահատվածում ինչպես կանցկացնեն թիմերը իհարկե արդեն սա շատ մեծ քայլ է այս Լեռնային Արցախի ֆուտբոլիստների կողմից եւ շատ հանգիստ այնպես չէ որ Արցախը ակնհայտ ունի առավելություն իհարկե շատ հանգիստ երկու թիմերն են գործում են բայց Լեռնային Արցախի բոլոր պահերը գրեթե օգտագործեց իսկ Ինտերը առայժմ չի ունեցել այդ պահերը Մելքումյան ու Ղազարյանը հիմա փրկում է Մելքումյանի հարվածից հետո Ինտերին եւս մեկ գնդակ բաց թողնելուց ու անկյունայինը տեսնեք ինչպես կիրականացնել Լեռնային Արցախի ֆուտբոլիստները Համբարձումյանը ուղարկեց Մելքումյանին ստացավ պատասխան փոխանցումը Ռոնալդ Մելքումյանից կրկին Մելքումյան, բայց այստեղ անհաջող է արդեն ու արված կլինի Մինաս Ղազարյանի պաշտպանած դարպասից գլորում է Ղազարյանը գնդակը դեպի Վարդանյանը
Հարիբյան դեպի ետ Համբարձումյանն առաջ է ուղարկում գնդակը, բայց այստեղ Հովանեսյանն գործրեց գնդակ ու եսից նետում են Լեռնային Արցախի ֆուտբոլիստերը, բայց այսքանով էլ ավարտվեց Լեռնային Արցախի հնարավոր գրոյի փորձը, Համբարձումյանը առաջինն է ու ախնդրեմ, սա փոխանցում է Ռոնալդ Մելքումյանի ուղղությամբ, Մելքումյան Ղազարյանն այստեղ փրկեց, բայց ինչու չփոխանցեց ավելի ձախ եզր, իհարկե Արսեն Սարգսյանը արդեն պատրաստ էր այն փոխանցումանը, որը պետք է կատարել Ռոնալդ Մելքումյանը ու Արսեն Սարգսյանը իհարկե կարող էր ավելի հաջող հարված կատարել, իհարկե հասկանալի է Մելքումյանը արդեն իր համար տարածություն ստեղծել էր ու դիրքը հարվածային էր, բայց ավելի լավ տարբերակ կարծում եմ կլիներ, եթե խաղանկերոջը փոխանցեր այս դրվագում Ղարիբյան, հիմա Ինտերն է անցել գրոյի Ղարիբյան, բայց այստեղ էլ փակվեց Ղարիբյանի փոխանցման ճանապարհը ու ախնդրեմ նորից հիմա Լեռնային Արցախը սկսում է գրո, իսկ ինչպես է խաղում այսօր Արություն Մանգասարյանը ֆենոմենալ խաղակես անցկացրեց, իհարկե այս անցած րոպեների ընթացքում այս դրվագն էլ, երբ գնդակը բաց թողեց ոտքերի արանքով էլ ավելի տպավորեց, իհարկե ու տեսնենք խաղակեսի մնացած րոպեներին ինչ կառաջարկեն թիմերը, սա հեռվից փորձ էր Հովհաննիսյանից, բայց բավական թույլ ստացվեց, իհարկե այսպիսի հարվածներով Էրիկ Խաչատյանին ոչ ոք չի կարող զարմացնել ու Խաչատրյանն էլ գնդակի երթին ուժեղ փոխանցում է կատարում առաջ, հասավ այն Արսեն Սարգսյանին, Սարգսյան շատ լավ է գործում, սա խաղի կանոնների խախտում էր, իհարկե Վարդանյանի կողմից չէ, վիճում Վարդանյանը հասկացավ իր թույլ տված խաղի կանոնների խախտումը, արդեն Սարգսյանը շրջանցել էր ու թե աճից թե ձախից ու մեր տարբերակներ, իհարկե աճ եզրում Մելքումյանն էր, ձախում Մանգասարյանը, ինքը կարող էր արվածել, բայց Վարդանյանը գիտակցաբար կարծես գնաց այս խաղման, իհարկե ոչ այնպես ակնհայտ ու կոպիտ խաղտում էր, բայց դիրքային խաղի կանոնների խաղտում Վարդանյանը այստեղ թույլ տվեց ներողություն Հովհաննիսյանը, ոչ թե Վարդանյանն ու հիմա արդեն տեսնենք այս Տուգանային է ինչ կտա Լեռնային Արցախին, Մանգասարյանն է մոտենում գնդակին ու հարվածից հետո ևս մեկ անգամ է գնդակը հայտնվում Ինտերի ցանցում, պոկերը արդեն առաջի խաղակեսում կայացած է Արություն Մանգասարյանի անվան դիմաց Մանգասարյանը Տուգանայինից գեղեցիկ գնդակ հեղինակեց 6-0 դարձրեց արդեն այս հանդիպման հաշիվը ու իսկապես Լեռնային Արցախը արդեն իսկ առաջի խաղակեսում այս խաղում հաղթողի հետ կապված բոլոր հարցերի պատասխանը հատկապես այս դարպասի գրավումով արդեն տալիս է իհարկե Ինտերն այս խաղում կարծես այլևս խաղ չի կարող վերադառնալ չբացառենք, բայց Լեռնային Արցախը շատ վստահ է գործում եւ խփել 6 գնդակ Լեռնային Արցախին պարզապես իհարկե ամեն թիմի իհարկե չի կարող հաջողվել բոլոր թիմերի համար է խնդիր Խաչատյանի դարպասը գրավել 1 կամ 2 անգամ ելուրդ է իհարկե խոսենք 5 կամ 6 գնդակի մասին դա կարծում եմ այլ ժանրից կլինի իհարկե Ինտերի խնդիրը հիմա պետք է լինի որքան հնարավոր է կրճատել հանդիպան հաշիվը իսկ Մելքումյանը հիմա եթե կարողանար շրջադարձ հարվածով գրավել դարպասը ֆենոմենալ գնդակ կտեսնենք բայց այստեղ չորցած գնդակը Ռոնալդ Մելքումյանը, սակայն անկյունային ամեն դեպքում վաստակեց այո նույնիսկ չդիպավ գնդակին ու արդեն մրցակցի ֆուտբոլիստի դեպ գնդակը դիպել եւ հետո նոր դուրս եկել դաշտի սահմաններից անկյունայինը տեսնենք Սարգսյանն է իրականացնելու այն կա փոխանցում Մանգասարյան մեկ հպումով դեպի կենտրոն բայց այստեղ ուժեղ ստացվեց Մանգասարյանի կատարած փոխանցում ու հարված կլինի Ինտերն դարպասից, բայց արագ էր գնդակի կորուստը, Մելքումյանը խլեց, Սարգսյանին ուղարկեց, բայց Սարգսյանի փոխանցումը կարդաց Մինաս Ղազարյանը, այո, եթե հասնում էր գնդակը Մանգասարյանին պետք էր արդեն ևս մեկ դարպասի գրավում տոնել, քանի որ նա արդեն դատար դարպասներ գրավելու, իսկ հիմա գուցե Ինտերի մոտ որևէ բան ստացվի խաղակեսի վերջին գրոհ կարող է սա լինել Ինտերի համար, փակվեց նաև այս փոխանցման ճանապարհը ու Լեռնային Արցախը
Եվս մեկ գրոյ սկսում, Մելքումյան Կորցրեց Ռոնալդ Մելքումյանը գնդակը և հետո էլ խախտեց խաղի կանոնները Ղարիբյանի դեմ պայքարում Խաղարկում են ինտերի ֆուտբոլիստերը, Դավթյան երկար փոխանցում առաջ, Սարգսյան այստեղ կանգնեց գնդակի ճանապարհին կրկին Դավթյան ու այստեղ էլ թույլ չտվեց Ամբարձումյանը Դավթյանին շրջանցելի են բայց եզրային հետում իրականացրեցին ինտերի ֆուտբոլիստերը տեսնենք Գուցե վերջին գրողը որևէ բան տա ինտերին այս խաղակեսում Ղարիբյան հարված անդրադարձ ու Խաչատրյանը առանց խնդիրների վերցրեց գնդակը եւ առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է կարճ դադար մեզ մոտ որից հետո կշարունակենք Սերի ֆուտբոլիստերն մենք վերադառնում ենք միասին դիտելու Լեռնային Արցախի ինտերը հանդիպած Երկրորդ խաղակես, այո 6 դարպասի գրավում ունեցանք առաջի խաղակեսում, ինչը նշանակում է ավելի կոնկրետ 6-0 հաշվով վախտում է Լեռնային Արցախը։ Արսեն Սարգսյանը բացեց այս հանդիպման հաշիվը, մեկ անգամ աչքի ընկավ խաղադաշտում Ռոնալդ Մելքումյանը եւ պոկերը հեղինակ դարձավ Հարություն Մանգասարյանը առաջի խաղակեսում։ Երկրորդ խաղակեսում տեսնենք արդեն երկրորդ կեսը Ինչ կտա թիմերին, ինչ կառաջարկեն թիմերը, այստեղ արդեն տուգադային է վաստակում Լեռնային Արցախը անմիջապես երկրորդ խաղակեսում իր առաջին գրոյի ժամանակ Տեսնենք այս ստանդարտները ինչ են վերածելու Լեռնային Արցախի ֆուտբոլիստները, այո, փոփոխություն է տեղի ունեցել Լեռնային Արցախի կազմում, կրկնակի փոփոխություն Արտուր Աբրահամյանը եւ Միքայել Առաքելյանը դուրս են եկել խաղադաշտ։ Տեսնենք այս ֆուտբոլիստները արդեն թարմ ուժերով իշք փորձ են առաջարկել եւ կարծես են Ստուգանայինն էլ պատրաստում է Աբրահամյանը իրականացնել։ Կասուլիչը Աբրահամյան առաջին նպումը գնդակին ու այսպես վտանգավոր արված տեսանք նրանից, բայց մի փոքր շեղությամբ ընթացավ այս հրաշալի արված, իսկապես ուղարկել գնդակը դարպասը շատ շքեղ գնդակ կտեսնենք, գրեթե նմանատիպ դարպասի գրավում ինչ այս հանդիպումից առաջ հեղինակեց Վերդեր Չելսի հանդիպան ընթացքում Վլադիմիր Ալավերդյանը, պարզապես Ալավերդյանի արվածից հետո գնդակը հայտ տվեց հեռավոր վերին անկյունում, իսկ այստեղ իհարկե Աբրահամյանի հարվածը մի փոքր ավելի ցած էր։ Հիմա անկյունային տեսնենք։ Անկյունային ինչպես է խաղարկելու ինտերը։ Իհարկե եթե չի ստացվում գուցե ստանդարտները որևէ օգնության կան ինտերի ֆուտբոլիստերին Առաքելյան այստեղ փորձը հեռացել գնդակը չստացվեց Ղարիբյան Դեպի Պողոսյանը ու այստեղ Աբրահամյանն է շատ վստահ պաշտպանվում Պողոսյան եւ երկրորդ դրվագում էլ չստացվեց Պողոսյանի մոտ անցումը Մանգասարյան թողեց գնդակը Համբարձումյանին դեպի Տիգրան Համբարձումյանը ու հիմա արդեն գրոհ է սկսում Լեռնային Արցախը Նիկոլայ Համբարձումյան դեպի Մելքումյանը, բայց այստեղ արդեն Վարդանյան թիկունքից լավ աշխատած Մելքումյանի մնում է գնդակը Լեռնային Արցախի ֆուտբոլիստերի մոտ Մանգասարյան եւս մեկ հարված ու շեղությամբ ընթացավ այս փորձը Մանգասարյանի, այո իհարկե շատ պահեր ունեցա Մանգասարյանը շատ լավ օգտագործեց իր պահերի մեծամասնությունը առաջի խաղակեսում Եվ հիմա էլ երկրորդ խաղակեսում նրա առաջին փորձն էր, որը շեղությամբ ստացվեց Մանուկյանն է գնդակով Դեպի կենտրոն, բայց արդեն հեռացեցին գնդակը Արցախի պաշտպանները Սարգսյան Դեպի ետ Աբրահամյանի ուղղությամբ Բայց այստեղ Աբրահամյանի փոխանցումը չանցավ, իսկ հիմա արդեն մնաց գնդակի ինտերի ֆուտբոլիստերի մոտ Դավթյան դեպի Աչեզեր Հովհաննիսյանի ուղղությամբ հասնում է Հովհաննիսյանը գնդակին Կատարում փոխանցում եղավ ճիշտ է Արադարտ, բայց Էրիկ Խաչատյանը վերցրեց գնդակը
ու տեսեք շատ լավ ու երկար փոխանցում դեպի Մելքումյանը, շատ լավ էլ Մելքումյանը վարվեց գնդակի հետ, Ռոնալդ Մելքումյան վտանգավոր է, թողեց Մանգասարյանին ու գեղեցիկ է, պենտատրիկ Հարություն Մանգասարյանից արդեն այս խաղում։ Երկու փոխանցում, որից հետո Մանգասարյանը կատարեց այս վերջնական հարված ու արդեն իր անվան դիմաց այս խաղում 5 գոլ, 5-րդ դարպասի գրավումը գրանցեց։ Այո, դարպասապահ Խաչատյանը վերցրեց գնդակը երկար փոխանցում Մելքումյանին, Մելքումյանը լանցում իրականացեց, որից հետո գնդակը մատուցեց Մանգասարյանին ու հարվածից հետո արդեն այս խաղում 7-րդ անգամ գնդակը հայտնվեց Ինտերի դարպասում Ղարիբյան ու հիմա էլ Ղարիբյանի փորձը բայց շեղությամբ ստացեց։ Այո, 7-0 Լեռնային Արցախը դարձում անտիպանաշիվը դե իհարկե արդեն առաջի կեսում ասեցի հաղթողի հետ կապված բոլոր հարցերի պատասխանը տրված է, բայց բնականաբար երկու թիմերն էլ արդեն ունեն այլ խնդիր Ինտերը պետք է փորձի կրճատել, որքան հնարավոր է անտիպանաշիվը Լեռնային Արցախն բնականաբար փորձի արդեն գոլերի հարաբերակցության վրա աշխատել, իհարկե որքան հնարավոր է հեղինակելու իր անվան դիմաց մեծացնել առավելությունը խփած եւ փաստողած գնդակների Աբրահամյան շատ լավ դուրս եկավ պաշտպանությունից դեպի աջ Արաքելյանի ուղղությամբ վտանգավոր է Միքայել Արաքելյան Մելքումյան Աբրահամյան ու դարպասի գրավում կա նաեւ Արտուր Աբրահամյանի անվան դիմաց այս խաղում 8-0 Արտուր Աբրահամյանի առաջին գնդակն է հեղինակում այս խաղում Շատ լավ համագործակցին այստեղ Լեռնային Արցախի ֆուտբոլիստները նորից Մելքումյանը գոլային փոխանցումով աշկին գավ իսկ Աբրահամյանը այս խաղում արդեն խփեց իր առաջին գնդակը Աբրահամյան դեպի ձախ եզրը գլորում գնդակը Համբարձումյանի ուղղությամբ Տիգրան Համբարձումյանը շատ լավ հանցում իրականացրեց Համբարձումյանը դեպի Մելքումյանը Մանգասարյան ու այստեղ փակվեց Մանգասարյանի փոխանցման ճանապարհը, բայց մնում է գնդակը ամեն դեպքում Լեռնային Արցախի մոտ։ Մանգասարյան դեպի Աբրահամյանը, տեսեք շատ հանգիստ է Լեռնային Արցախը։ Դուրս գալիս պաշտպանությունից երկար փոխանցում այստեղ էլ, բայց փակվեց Մանգասարյանի կատարած այս փոխանցման ճանապարհը Ինտերի պաշտպանության կողմից ու հիմա Ղարիբյանը խորքից փորձում եմ եւս մեկ գրոհ սկսել, այո, ամենաակտիվ ֆուտբոլիստը Ինտերի դա Ռաֆիկ Ղարիբյանն է, իսկապես շատ ակտիվ հանդիպում է անցկացնում, փորձում է նույնիսկ այս հաշվի պայմաններում միայնակ իհարկե որևէ բան կառուցել ու որևէ հնարավորություն տալ խաղանկերներին դարպասը գրավելու գործում, բայց շատ վստահ են գործում այսօր Լեռնային Արցախի պաշտպանները նույնիսկ հիմա կար խախտում Ռոնալդ Մելքումյանի դեմ պայքարում ու հիմա էլ արդեն նորից վաստակում է Լեռնային Արցախը Տուգանային արվածի հնարավորություն տեսնենք Մելքումյանը թե Մանգասարյանը ով է հարվածելու Ոչ, Նիկոլայ Համբարձումյանն է կարծես հարվածի պատրաստող, այո նա կկատարի այս հարվածը Համբարձումյան հարվածը կա, բայց պատների վրա ընդունեց Համբարձումյանի հարվածը դա արեց Մանգասարյանը Արաքելյան վտանգավոր է թողեց Մելքումյանին, բայց Մելքումյանի հարվածը բարձր ստացվեց իհարկե հետաքրքիր կլիներ նաև Արաքելյանի անվան դիմաց Եվս մեկ դարպասի գրավում տեսնենք այս խաղում, իհարկե նրա առաջին գնդակը Արաքելյանը սիրում է դուրս գալ փոխարինման ու դառնալ գոլի հեղինակ նա եթե չեմ սխալվում գրավեց Սելտայի դեմ խաղում մրցակցի դարպաս, հիմա դա կարող է անել եւս մեկ անգամ այսօր արդեն Ինտերի դեմ խաղում Ուժեղ էր այս փոխանցումը Հովհաննիսյանի համար ու արված ենք տեսնելու Լեռնային Արցախի դարպասից
Արաքելյան շատ լավ ընդունեց գնդակը, կա փոխանցում դեպի Մելիքումյանը, Մանգասանյան դեպի Սարգսյանը, նորից Մանգասանյան, ու խնդրեմ, տեսեք ինչ հանգիստ է խաղարկում Լեռնային Արցախը գնդակը, բայց այստեղ անհաշվենկատ ստացվեց։ Արսեն Հարությունյանի կատարած փոխանցումը արդեն ինտերնետ ֆուտբոլիստներն են գնդակով Հովհաննիսյան դեպի կենտրոն, բայց այստեղ էլ Մանգասյանը շատ լավ գործեց, իսկ սա խաղի կանոնների խախտում էր իհարկե ակնհայտ երևաց։ Խաղարկեց Լեռնային Արցախի գնդակը Սարգսյան դեպի Համբարձումյանն է ուղարկում դեպի ետ արդեն Հարություն Մանգասարյանի ուղղությամբ տեղափոխեց գնդակը դեպի աջ Մանգասարյանն էլ Աբրահամյան նորից Մանգասարյան ու տեսեք Սարգսյանին է ուղարկում գնդակը ափսոս շանսով Սարգսյանի այս փոխանցումը բայց տեսեք շատ ժամանակ չպահանջվեց Լեռնային Արցախից կրկին գնդակը վերականգնելու ու կորցնելու համար Վարդանյան Դավթյան ու Աբրահամյան, բրավո Ղարիբյան արված ու այո, ամեն դեպքում Ղարիբյանը գրավում է դարպասը, ես իզուր չէ որ տվեցի նրա անունը ամենաակտիվ ֆուտբոլիստ այս խաղում ինտերի կազմում ու Ղարիբյանի արվածից հետո ինտերը մեկ գնդակ հեղինակում։ Այո, շատ լավ հարված ստացվեց Ղարիբյանի կատարմամբ ու արդեն թրջում է այսպես ասենք հանդիպանաշիվը ինտերը տեսնենք արդեն այս գոլը գուցե որևէ բան արտասնի ինտերի ֆուտբոլիստների գործողություններում Հերվից արված այս ստանդարտներ, տեսանք վտանգավոր է ու այստեղ անկյունային է վաստակում, այո։ Ինտերը այստեղ դարպասապա Խաչատյանից, եթե չեմ սխալվում, գնդակը հեռացավ դաշտի սահմաններից դուրս։ Իրականացված է անկյունայինը, վտանգավոր է, բայց Աբրահամյանը առաջինը արձագանքեց գնդակին։ Շահունակությունը ինտերին տեսնենք եւս մեկ հարված Խաչատրյանը պագեց ու հետո էլ արդեն հնարավորություն ստացան հարված կատարելու համար ինտերի ֆուտբոլիստները, իսկ հիմա արդեն դուրս եկել գնդակը դաշտի սահմաններից դուրս։ Պողոսյան ստացվեց անցումը, բայց շարունակություն աղորդել այս դրվագում ստացվեց իհարկե հասկանալի փոխանցում էր դա կարդաց նաև դարպասապա Խաչատրյանը Արսեն Սարգսյանը ու այստեղ Վարդանյանը առաջինը արձագանքեց գնդակին բայց հենց իրենից էլ հեռացավ գնդակը դաշտի սահմաններից դուրս Համբարձումյան դեպի Արաքելյանը ու խնդրեմ երկար փոխանցում էլ Աբրահամյանը կատարեց Սարգսյանի ուղղությամբ, բայց արդեն Սարգսյանը այլ դիրքում էր սպասում Աբրահամյանի փոխանցման ուժեղ ստացվեց այստեղ Արթուր Աբրահամյանի կատարած փոխանցումը հիմա սխալ Ռոնալդ Մելքումյան ու գնդակը 9-րդ անգամ ինտերի դարպասում է հայտնվում այս խաղում Մելքումյանը այս խաղում իր անվան դիմաց արդեն դուբլ գրանցեց այո եւս մեկ դարպասի գրավում իհարկե հանդիպանաշիվը պարզապես թույլ չի տալիս ավելի բարձր կերպով տոնել Լեռնային Արցախի դարպասի գրավումները հիմա էլ Սարգսյանի փորձը Ղազարյանը հեռացրեց գնդակը իհարկե հաշիվը խոսում է այդ ամենի մասին այսպես չասենք պետք է լիներ ինտերը իսկապես
բոլոր այսպես ասած էլիտիգայում բոլոր թիմերի համար կարող է խոչընդոտներ առաջացնել ու իզուր չէ որ Ինտերը մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում է տեղ զբաղեցել, բայց այս խաղում իհարկե Ինտերը ընդհանրապես նման չէր իրեն ինչ օրինակ մի քանի օր առաջ էր Էվերտոնի դեմ հանդիպումը, բայց իհարկե կրկնում եմ դա ակնհայտորեն կարող է կապված լինել նաև Նավասարդյանի բացակայության հետ, Նավասարդյան այսօր չկա թիմի հայտարարում իհարկե երևում է Ինտերի հարձակման գիծը ակտիվ չէ ընդհանրապես այս խաղում եւ իհարկե դա միայն ու միայն կարող է հանգեցնել այս հաշվին Սարգսյան կա փոխանցում Աբրահամյան Ղազարյանը հեռացեց գնդակ այո Սարգսյան Աբրահամյան այս զույգի խաղարկումներին մենք քաչ ծանոթ ենք հիմա անկյունային հետևենք որը իրականացնի Դերլայն Արցախը ցածից փոխանցում այստեղ Դավթյանը խլեց գնդակը ուղարկեց Ղարիբյանին եւ տեսնենք այս գրոհը Ինտերի Ղարիբյան դեպի Մարկ Պողոսյանը, բայց Պողոսյանի հարվածը առաջին դրվագում չստացվեց, իսկ հետո էլ արդեն Խաչատրյանը փակեց գնդակի ճանապարհը ու հետո Պողոսյանից գնդակը հեռացավ դաշտի սահմաններից դուրս Խաչատրյան երկար փոխանցում առաջ շատ հաջող են ստացվում դարպասապահ Խաչատրյանի կատարած փոխանցումները իսկապես շատ լավ ու ակնհայտ է տեսնում Աղադաշտ Ամբարձումյան դեպի Ղարիբյանը գուցե եւս մեկ փորձ Ղարիբյանից այդպես էլ կա բայց այս անգամ թույլ ստացվեց Ղարիբյանի կատարած հարվածի փորձը ու նորից հարված ենք տեսնում Լեռնային Արցախի դարպասից Խաչատրյանի երկար փոխանցում այստեղ ստացվեց Ինտերի ֆուտբոլիստների մոտ գնդակի խլում իրականացնելը, բայց հիմա արդեն նոր միայն աչ եզրով կանցնեն գրոհի Մանուկյանն է գնդակով դեպի կենտրոն Ղարիբյան Մարկ Պողոսյան վտանգավոր իրավիճակ է Պողոսյան հարված ու Խաչատրյանը արդեն զգաց գնդակի ուղղությունը հա տեսեք Շատ բարդ է իսկապես գրավել այս դարպասապահի դարպասը, դա ճիշտ է ստացվեց այս խաղում Ղարիբյանի մոտ հեռար հարվածով, բայց իհարկե այդ դիրքում հարվածային գոտում էր հայտնվել Ղարիբյանը եւ նրա հարվածները նույնպես շատ վտանգավոր են ստացվում։ Արսեն Սարգսյան լավ անցում էր Սարգսյան, փոխանցումը կա, տեսնենք այս գրոհ Համբարձումյան ու փակվեց այստեղ էլ Համբարձումյանի հարվածը, անկյունային վաստակում է Լեռնային Արցախ այս իրավիճակում Սարգսյան կա փոխանցում ախնդրեմ տեսեք շատ լավ է զգում իսկապես Աբրահամյանի գրոհի միացումները Սարգսյան ու շատ հարմար է կատարում փոխանցումները բայց երկրորդ դրվագում արդեն Աբրահամյանը վրիպում է գլխով հարված կատարելու բային իսկապես նրա կատարած հարվածներն է բավական վտանգավոր են ստացվում երբ նա գլխով է հարվածում ու երկրորդ արգում արդեն դիրքը շահած է լինում բայց այսօր մենք Աբրահամյանի այն վտանգավոր հարվածներին դեռ չենք տեսել Դադարեցեց մրցավարի հիմա հանդիպումը, տեսնենք ինչ է պատահել Ինտերի ֆուտբոլիստին Հերվից փորձեք տեսնում ու հիմա այլ Համբարձումյանի հարվածից հետո հորիզոնական դարպասաձողն է գալիս օգնության Լեռնային Արցախին, այո, շատ արագ խաղարկեց գնդակը Ինտերը, բայց այստեղ ժպտաց վախտը այս դրվագում Լեռնային Արցախին, իսկ հիմա նրանց պատասխան գրով, բայց
Արված չտեսանք Համբարձումյան Վարդանյանն է փակում գնդակի ուղղություն ու եզից են նետելու արդեն։ Դերային Արցախի ֆուտբոլիստները կրկին Համբարձումյան դեպի Տիգրան Համբարձումյանն է ուղարկում գնդակը, եւս մեկ երկար փոխանցում Աբրահամյան, եւս մեկ Արված ու այս անգամ էլ արդեն դարպասածողը եկավ օգնության, բայց կողքից էր գնդակը արդեն դուրս էր եկել մինչև դարպասածողին դիպչելը։ Վարդանյան երկար փոխանցում առաջ իհարկե թիմերը պարզապես փորձում են հանդիպումը մոտեցնել ավարտին, իսկ այստեղ խաղի կանոնները Արսեն Հարությունյանը խախտեց, մրցակցին են պայքարում։ Ու հիմա ստանդարտին հետևենք, որը պետք է իրացնեն Ինտերի ֆուտբոլիստները, Համբարձումյանն է գնդակի մոտ։ Փոխանցում ու Աբրահամյանը, եթե չեմ սխալվում, դիպավ գնդակին, իսկ այս արվածը բավական բարձր ստացվեց։ Աբրահամյան երկար փոխանցում առաջ դեպի Արսեն Սարգսյանը։ Դուրս եկավ գնդակը այստեղ դարձի սահմաններից դուրս։ Վարդանյան կատարված է եզրային նետում այստեղ էլ։ Վագեցին։ Դերլայն Արցախի ֆուտբոլիստները գնդակի ճանապարհը։ Մարկարյան լավ փոխանցում էր Ղարիբյանին։ Ղարիբյան բարձից Մարկ Պողոսյան ու այստեղ արդեն Խաչատրյանը վերցրեց գնդակը ու նետում է իրականացնում դեպի Հարություն Մանգասարյանը, տեսեք մեկ փոխանցում դարպասապայից ու կրկին գրոհի հասնում Լեռնային Արցախը Սարգսյան լավ թողեց գնդակը Արաքելյանին, ինչու՞ չի հարվածում Արաքելյանը այս դրվագում, այո նա կարող էր հիմա իհարկե վճռորոշ հարված կատարել իր համար, իր անվան դիմաց եւս մեկ դարպասի գրավում տեսնելու համար, բայց որոշեց խաղանկերոջը տալ այդ հնարավորությունը, իսկ ախնդրեմ հիմա էլ սա Ինտերի պատասխաններ ու Մարկ Պողոսյանը կարող էր եւս մեկը հեղինակել Վարդանյան եւ եզից արդեն նետելու է Լեռնային Արցախը դեպի Հարությունյանը Արտուր Աբրահամյան նորից Արցախին ուղարկեց գնդակը կա փոխանցում դեպի Մանգասարյանը վտանգավոր գրոհ է Սարգսյան նորից Մանգասարյան ով է հարվածելու ոչ ոք այդպես էլ այս գրոհի ընթացքում չհարվածեց բայց Ինտերի գրոհն էլ չստացվեց Աբրահամյան դեպի Սարգսյանը Աբրահամյան ու այստեղ դատարկ դարպասից հեռացեց գնդակը Ինտերի ֆուտբոլիստ Արտուր Հովհաննիսյանը իսկապես արդեն Աբրահամյանը մոտ էր դուբլ գրանցելու իր անվան դիմաց այս խաղում, բայց Հովհաննիսյանը դա թույլ չտվեց։ Անկյունային հետևենք Սարգսյանն է իրականացնում այն, կա փոխանցում Հարությունյանն էլ հարվածեց, բայց այստեղ Արսեն Հարությունյանի հարվածը բարձր է ստացվում։ Պողոսյան ու այստեղ էլ ախնդրեմ, տեսեք Մանգասարյանը ինչպես է խաղում այս դրվագում, նորից գնդակը Լեռնային Արցախի մոտ է։ Սարգսյան դեպի
Տիգրան Համբարձումյանը, Նիկոլայ Համբարձումյան դեպի Արաքելյանն ու այստեղ Ղազարյանը վերցրեց գնդակը եւ երկար նետում է իրականացնում դեպի Համբարձումյանը, բայց այստեղ էլ կորցրեց նորից Ինտերը գնդակը, եսրային նետում իրականացված է Հարություն Մանգասարյան դեպի Արաքելյանը, վտանգավոր է Արաքելյան ու չի ստացվում այս դեպքում, բայց գնդակը, բայց այդպես էլ չարվածեց Արաքելյանը, առաջին արվածը իհարկե Մինաս Ղազարյանը փակեց, երկրորդին հնարավորությունն էլ չստացավ Արաքելյանը, Հիմա Սարգսյանի դեմ պայքարում կար խաղի կանոնների խախտում, արագորեն խաղարկում, նորից Արաքելյան, Մանգասարյան, Համբարձումյան արված, ևս մեկը ու փակվեց, Արսեն Սարգսյանն ու հիմա Համբարձումյանն է կանգնում գնդակի ճանապարհին, կրունկով թողեց Աբրահամյանին ու Մինաս Ղազարյանն է հիմա էլ հեռացնում գնդակը, Աբրահամյան, Սարգսյան ու ի վերջո կա դարպասի գրավում, այո, 3-4 հարված փակվեց, բայց Արսեն Սարգսյանի հարվածից հետո գնդակը հայտնվեց դարպասում ու այո, հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվում է, Լեռնային Արցախը հաղթում է այս խաղում 1-10 հաշվով ու արժանանում է երթական 3 միավորին, ծափարություններ երկու թիմերին, երեկոն մեծ մոտ ավարտված է, բարի գիշեր։